Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ հիմա խոսելու ենք շատ կարեւոր եւ լուրջ թեմաների մասին։ Այո, Հայաստանի քաղաքացիություն, անձնագիր, բոլոր այս թեմաները շատ արդիական են այսօր եւ հենց այս թեմաների շուրջ շատ անհավասար ինֆորմացիայի աղբյուրներ կան, հիմա մենք փորձելու ենք այս ամենը համատեղել եւ փորձելու ենք տալ ճիշտ ինֆորմացիան։ Իսկ մեր հյուրն է Միգրացիա եւ քաղաքացիություն իրավաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Մնացական Բիչախչյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ոսենք։ Լավ, շնորհակալություն։ Ինչ լավ է, մի հատ հարց էլի, դուք որ միշտ դուրս եք գալիս տանից, ձեր անձնագիրը ձեր գրպանում է։ Նույնականացման քարտը հարմար է, կրում են։ Միշտ հետաքրքիր է եղել, հա, միշտ մարդիկ անձնագիրն իրենց հետ կրում են, թե։ Դե հիմնականում անձնագիր կրում են այն դեպքում մեծ պետություններում, երբ միգրացիոն հսկողությունը շատ խիստ է, բազմազգ պետություններում, Հայաստանում այդ խնդիրը չկա, բայց անձնագիր կրելը այսօր դարել է արդիական տարբեր գործարքներ, բանկային գրեթե ամեն օր առնչվում ես այդ խնդրի հետ եւ պետք է լինում անձնագիր կրելու հետ, թե անձը հաստատելու հետ կապված որևէ խնդիր չկա։ Շատ լավ, վերջին շրջանում մենք նկատում ենք, որ անձնագրային գրասենյակների մոտ միշտ հերթեր են գոյանում։ Այդ հերթերը քաղաքացիություն ստանալն է, դադարեցնելն է, անձնագիր ստանալն է, անձնագրերի հերթն է, քաղաքացիները դուրս են գալիս դժգոհություններով կամ գոհունակություններով, տարբեր են կարծիքները։ Մի քիչ խոսենք այս մասին, հա, այսինքն այսօր ինչ կոնկրետ կետեր կան, օրենքներ կան քաղաքացիություն ստանալու, դադարեցնելու, անձնագիր ստանալու, դե ինչ խնդիրների հետ են հատկապես առնչվում մեր քաղաքացիները։ Եթե ազնագրային ծառայությունների մոտ հերթեր եք տեսնում, դա հիմնականում ազնագիր ստանալ, հաշվառել, նույնականացման քարտ ստանալ, հանրային ծառայությունների համարանիշ քաղաքացիություն ստանալ, դադարեցնելը բացառապես այս պահի դրությամբ իրականացում է Հայաստանի Հանրապետությունում գլխամասում, կենտրոնական միգրացիա եւ քաղաքացիական ծառայությունում, իսկ դրսում հյուպատոսական ծառայություններում, այսինքն քաղաքացիություն ստանալու դադարեցնելու գործողությունները ազնագրային ծառայությունը այս պահին չի զբաղեցնում, հետագայում չգիտեմ, ումեն երևի օրենսդրական բարեփոխումներ, որի արդյունքում նաեւ կարող է խնդիրները որոնք են, որոնց միշտ բախվում ենք։ Խնդիրները հիմնականում պակաս իրազեկվածությունն է։ Տեսեք ինչ խնդիր է ծագում պակաս իրազեկվածության պատճառով։ Կան մասնագետներ, ճակերտավոր մասնագետներ, որոնք սխալ ուղղություն են ցույց տալիս քաղաքացիներին, կան քաղաքացիներ, որոնք ազնագրային ծառայություններ կամ միգրացիայի քաղաքացիական ծառայություն գնում են հարևան բարեկամից լսելով, կան կարդում են իրավական ակտը, պահանջների նորմը լավ չեն ընկալում եւ տեղի ունենում կոնկրետ ծառայության աշխատակցի հետ բախում։ Ես այսպես էի լսել, ես այսպես էի լսել, այսինքն իրազեկվածության մակարդակի բարձրացումը ես միշտ համարել եմ իմ աշխատած տարիներին էլ, հիմա էլ որպես շարքային քաղաքացի, այսպես ասած, հարկ եմ համարում իմ Facebook-յան էջով ցանկացած եւ շնորհակալություն հրավերի համար, որովհետև իրազեկվածության մակարդակի բարձրացումը համար առաջի խնդրի լուծումն է, որովհետև ինքը այլ պետությունից տրամադրված, պլանավորված, գալիս է Հայաստանի Հանրապետություն, որովհետև գործողություն կատարելու, մեկ էլ պարզում է, որ ոչ, այս փաստաթուղթը պետք չէր, այն մյուսը պետք է բերեր, կամ ինքը հերթագրումը արել է քաղաքացիություն ստանալու համար, բայց ոչ հեչել քաղաքացիություն ստանալու համար չի, այլ գործողությունը ինքը որտեղ այն գլխից համարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետք է ազնագիր ստանա, այսինքն իրազեկվածության մակարդակի բարձրացումը համար առաջի խնդրի լուծումն է։ Հիմա հասկանանք քաղաքացիություն վերցնելը եւ հրաժարվելը ինչ ընթացակարգ է ունենում։ Քաղաքացիություն վերցնելու, հրաժարվելու process-ը դա երևի թե ձեր այս մի փոքր ինձ տրամադրված ժամանակը, որ շատ քիչ տրամադրեցիք, ցավոք սրտի, շատ քիչ է անդրադառնալը։ Շատ կարճ է, քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում դրացնում ենք թերթիկ պատճառներ ենք նշում, թե կարող ենք պատճառ նշելու խնդիր չկա, քաղաքացիություն ստանալն էլ եւ դադարեցնելն անձի սահմանական իրավունքն է։ Քաղաքացիության դադարեցնելու համար երկու բառով ասեմ, անձը պետք է ունենա այլ պետության քաղաքացիություն, որ նրա քաղաքացիությունը դադարեցվի, այլապես կմնա ապա քաղաքացի։ Իսկ քաղաքացիություն ստանալու համար կան տարբեր հիմքեր։ Սահմանադրական նորմով ամրագրված կարգավորումների համաձայն ազգությամբ հայը քաղաքացիություն ստանում է պարզեցված կարգով, այսինքն պետք չի որ նա վերջին 3 տարին բնակվի Հայաստանի Հանրապետությունում ունենա կացության քարտ, հետո դիմի քաղաքացիություն ստանալու համար։ Բավարար է ազգությամբ հայ լինելու ապացույցը ծննդյան վկայականում կամ ծնողի ծննդյան վկայականում նշված լինի, որ
ծնողը կամ տատը կամ պապը, նրանցից որևիցե մեկը ազգությամբ հայ են, այլևս չի պարտադրվում, որ նա 3 տարի ապրի Հայաստանի Հանրապետությունում, գործ հանձնելուց հանձնի հայոց լեզվի սահմանադրության քննություն, պարզեցված կարգով է իրականացում, դա սահմանական նորմ է։ Իսկ այն անձինք, ովքեր ազգությամբ հայ չեն, ցանկանում են ստանալ քաղաքացիություն, հերթով օրենքով կարգավորները տալիս է։ 3 տարի պետք է ապրի Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով, ունենա 3 տարվա կացության քարտ, դիմելու ժամանակ հանձնի հայոց լեզվի իմացության թեստ եւ սահմանադրության իմացության թեստ եւ նրանից գործ ընդունեն։ Կա նաեւ բացառություններ, օրինակ, եթե երեխան կամ ծնողը Հայաստանի քաղաքացի են, այս 3 տարվա պայմանը նրանց վրա չի տարածվում, անմիջապես կարող է գործ հանձնել, եթե ազգությամբ հայ չի, այդ պարագայում հանձնում է սահմանադրության քննություն։ Կա, եթե ամուսնացած է Հայաստանի քաղաքացու հետ, եթե ամուսնացած է Հայաստանի քաղաքացու հետ, 2 տարի պետք է անցած լինի ամուսնությունից, Հայաստանի քաղաքացու հետ ամուսնությունից, եւ այդ քաղաքացիան դիմող ամուսինը պետք է 1 տարի բնակվի Հայաստանի Հանրապետությունում, հետո դիմի քաղաքացիության համար։ Այս պարագայում հայոց լեզվի իմացություն չի հանձնվում նրա կողմից, հանձնվում է միայն սահմանադրության քննություն։ Մի խնդիր, որը երևի թե հետաքրքրում է շատ շատերին, ովքեր բնակվում են Հայաստանի սահմաններից դուրս եւ ժամանակին են տեղափոխվել, այսինքն շատ իրենց վաղ ժամանակից տեղափոխվել են։ Ունեն տղաներ, ովքեր իհարկե հենց այդ փոքր հասակից տեղափոխվել են արդեն ծնողներ ուրիշ երկիր, այսօր մեծ են, ունեն երկհաղաքացիություն եւ Հայաստանի եւ տվյալ երկրի, եւ հիմա խնդիր կա իրենց մոտ, մտածում են վերադառնան Հայաստան եւ հանկարծ երեխան, հա, դա արդեն որպես, չգիտեմ, զինապարտ պիտի ենթարկվի օրենքի խստության պատժին։ Ինչ է սա? Սա իրական է թե ոչ, եւ այս ինֆորմացիան ինչքանով է ճիշտ գնում դեպի քաղաքացի։ Սուրեն ջան, իրականում շատ լավ հարց բարձրացրեցիք։ Այսօր այդ հարցը շատ ակտուալ է։ Ինչքան էլ իրազեկումներ տարածես, ցանկացած լրատվամիջոց, ցանկացած այսինքն ինֆորմացիայի աղբյուրի տարածման միջոց ունի իր հետևորդները եւ ինչքան էլ երևի 10 տեղով էլ տարածենք, ելի քաղաքացիների համար շատ քիչ է, տեղին հարց է։ Առավել եւս սահմանադրությամբ մենք նորմ ունենք համապատասխան, պետության պարտականությունը կայանում է ոչ միայն Հայաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության, այլ նաեւ 3 շերտով գնում է Սփյուռքի առումով։ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների շահերի պաշտպանություն, նրանց հետ համապարփակ կապերի ամրապնդում եւ Հայաստան վերադարձի ապահովում։ Այսինքն դա սահմանադրական նորմ է պետության կողմից, գոնե նաեւ իրազեկումների տարածման առումով, որ մեր Սփյուռքում բնակվող հայրենակիցները իմանան, արդյոք կարող են գալ Հայաստանի Հանրապետություն թե ոչ։ Ես հենց իրազեկումը տարածում եմ, դրանից հետո ստանում եմ բազմաթիվ զանգեր իրականում, մարդիկ սխալ պատկերացում ունեն։ Տեսեք, անձը օրենքի ուժով համարվում է Հայաստանի քաղաքացի։ Դա կարա լինի երկու իրավիճակ։ Հայաստանի քաղաքացի օրենքի ուժով երբեք չի ստացել հայկական ազնագիր, եւ երկրորդ իրավիճակ Հայաստանի քաղաքացի է, ստացել է անձնագիր փոքր ժամանակ, 5 տարեկան, 10 տարեկան, 11 տարեկան, ծնողների հետ տեղափոխվել է այլ երկիր, մշտական բնակություն, համարվում է Հայաստանի քաղաքացի։ Չունի հաշվառում զինկոմիսարիատում, որովհետև փոքր է եղել։ Այո, չունի հաշվառում զինկոմիսարիատում, 15-16 տարեկանում Հայաստանում դպրոց չի գնացել, նրա տվյալները չեն գնացել զինկոմիսարիատ, նա չի գնացել զին հաշվառման, չեն տվել նրան ծանուցում զինծառայության գնալու, եւ երկրորդ իրավիճակ 16 տարեկանից հետո չի ստացել հայկական ազնագիր, Հայաստանի քաղաքացու ազնագիր, նրա տվյալները չեն գնացել զինկոմիսարիատ, առանց զին հաշվառման նրան հայկական ազնագիր չեն տա ուղղակի։ Եվ 18 տարեկանից հետո նա չի ստացել ծանուցում։ Այս կատեգորիայի անձինք, ովքեր չունեն հետախուզում, չեն հետապնդվում պետության կողմից հարուցված չի քրեական հետապնդում, հանգիստ իրենց այլ պետության ազնագրով Ինչու՞ չէ նաև եթե ունեն հայկական վավերական ազնագիր, 15 տարեկան է, ունի վավերական ազնագիր, կարող է հանգիստ գալ Հայաստան եւ գնալ։ Որևիցե իրավասու մարմնի սահմանապատ ծառայություն ես ամենայն դեպս չեմ լսել նման արձագանք այս ընթացքում էլ, նույնիսկ իմ հայտարարություններ տարածելուց հետո բազմաթիվ քաղաքացիներ եկել եւ գնացել են, զանգեգողունակություն են հայտնել, սահմանապատ ծառայությունը չի կարող պարտադրել նրանց ներկայացնել հայկական ազնագիր 1 եւ սահմանապատ ծառայությունում նա որևիցե խնդիր չի կարող ունենալ, եթե իհարկե Հայաստանի Հանրապետության կողմից չի հետապնդվում
այլ արարքների համար։ Այսինքն եթե վստահ են, որ այստեղ դպրոց չգնալով, չունեն զին հաշվառում, նրանց տվյալները չկա հետախուզվողների բազայում, հարուցված չի քրեական հետապնդում, իսկ առանց զին հաշվառման ուղղակիորեն հնարավոր չի քրեական հետապնդում իրականացնել այն անձին, որը դեռ պարզ չի պիտանի է ծառայության թե ոչ, իսկ նախ պետք է լինի պիտանի ծառայության, չգնա, հետո նոր հարուցվի քրեական հետապնդում։ Զին հաշվառման չկանգնելու համար չկա պետական լծակներ օրենսդրությամբ չկա նորմ, որ հայտարարվի քրեական հետապնդում կամ հարուցվի քրեական գործ, որովհետև այդպես եղավ երևի 100,000 չի, երևի 1 միլիոն դրսում բնակվող անձանց քրեական գործ հարուցվի։ Հետևաբար շատ կարճ ամփոփենք, եթե Հայաստանի քաղաքացի եք, անկախ տարիքից, զինապարտության տարիքի եք, արական սեռին է վերաբերում հիմնականում մտավախությունը նրանցն է։ Հայաստանի Հանրապետությունում զինապարտության հետ կապված չունեք խնդիր, չկա պարտականություն, որը չկատարելով հարուցվել է քրեական հետապնդում եւ հետախուզում, ունեք այլ պետության անձնագիր, այս պայի դրությամբ գործող իրավակարգավորումների համաձայն հանգիստ կարող եք գալ Հայաստան եւ հանգիստ վերադառնալ Հայաստանից առավել եւս դիմացը ամառային հանգստի սեզոնով պայմանավորված շատ են մեր հայրենակիցները խնդրի հետ արդյոք կարող են երեխային բերել, որովհետեւ արդյոք կարող են գալիս են հարսանիք, գալիս են այլ միջոցառումների, երեխաներին չեն թողում, երեխաներն էլ ինչի համար մենք նպաստենք, որ դրսում բնակվող մեր հայրենակիցների եւ Հայաստանի հետ կապը կտրվի։ Հակառակը պետք է իրազեկենք, որ չեք ունենա խնդիր։ Չկա նման իրավակարգում, երբ կլինի նմանատիպ իրավակարգում, չեմ կարծում, եթե ընդունվի Հայաստան մուտքի ելքի մասին օրենքի նախագիծ եւ նման կարգավորում մեջը սահմանված լինի, որովհետեւ ես տեսականորեն ուղղակի չեմ պատկերացնում, որ ասենք թե լավ հայկական ազնագիր ունեցողը եկավ վերադառնալուց բազայով տեսան հայկական ազնագիր ունի, եթե օրենք լինի իհարկե, ասեն գնա հայկական ազնագիրից ստացի նոր անցի, բայց եթե չունի հայկական ազնագիր եւ Հայաստանի քաղաքացի օրենքի ուժով, դուք պատկերացնում եք այդ հերթի մեջ անձը ուզում է անցնի ռեգիստրացիան, որպեսզի օտանավով գնա եւ իրանից պահանջում են ծննդյան վկայական։ Եթե ծննդյան վկայական պահանջեցին, պահանջում են ծնողների ամուսնության վկայական, որովհետեւ միգրացիա եւ քաղաքացիական ծառայությունը երբ անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկատվություն է բարձում, շատ գործեր կան, օրեր է տևում, նույնիսկ ամիսներ։ Բարձելու ծնողների ամուսնությունը, առաջին ամուսնությունն է, թե երկրորդ ամուսնությունն է, ծնողը երբ է ստացել քաղաքացիությունը օրենքի ուժով սովետական ազնագիրը փոխելով թե չէ, այսինքն գրեթե ես վստահ եմ, որ չի կարող նման կարգավորում նույնիսկ հետագայում ընդունվել, որ անձին պարտադրենք, որ դուք Հայաստանի քաղաքացի եք, պարտադիր գնացեք հայկական, բայց ինչից իմացաք ես Հայաստանի քաղաքացի եմ, բացի այլ պետության ազնագրից չենք կարող անձանց պարտադրենք, ասենք գնացեք միգրացիոն ծառայություն, ձեր թռիչք հետ միաժամանակ մի հատ էլ քաղաքացիական տեղեկանք ունեցեք։ Դրա համար հանգիստ եղեք, ես վստահաբար ասում եմ, այն անձինք, ովքեր ունեն Հայաստանի քաղաքացիություն եւ չունեն խնդիր պետության հետ, հետախուզման հետ, զինծառայության հետ կապված, ունեն այլ պետության ազնագիր, հանգիստ կարող եք գալ Հայաստան եւ հանգիստ վերադառնալ։ Եթե ունեցաք իմ ասածից բացի ունեցաք բացառություն խնդիր, զանգարեք եւ ամոթանք տվեք ինձ։ Մի հարց էլ շատ կարճ փորձենք պատասխանել, եթե կորցրել ես անձնագիրդ, հա, այս process-ը վերականգնելու եւ նորը ստանալու շատ արագ է արվում այսօր մեր երկրում։ Կորած անձնագրի համար հերթագրումը կատարում են։ Ինչքան է տևում անձնագիրը։ 10 աշխատանքային օրվա ընթացքում վերականգնում է, այնտեղ կա նաև արագ ծառայություններ։ Այսինքն մաքսիմում 10 աշխատանքային օր։ 10 աշխատանքային օր եւ եթե շատ կարճ 1 րոպե էլ տրամադրեք մեկ իրազեկում էլ, որովհետեւ նորից խնդիր է առաջացել, քաղաքացին վավեր նույնականացման քարտով պետական սահման Վրաստան անցնելուց գնացել է հանգստանալու, չի ունեցել անձնագիր ժամկետի մեջ։ Վրաստանի հետ համաձայնագրում հստակ ամրագրված է, որ նույնականացման քարտի հետ միաժամանակ անձը պետք է ունենա վավեր անձնագիր։ Այսինքն գաղափարը հետեւյալում է. եթե ունես անձնագիր այդ բային ճամփորդում ես, չես գտնում անձնագիրդ կամ դեսպանատում ես տնել վիզայի համար, նույնականացման քարտով հանգիստ կարող ես ճամփորդել։ Բայց պիտի անձնագիրը վավեր լինի։ Պիտի ժամկետի մեջ վավեր լինի, կարծում եմ մոտ ապագայում երկու պետությունների միջև կթարմացվի այդ համաձայնագիրը, որովհետև դա սահմանվել է զինապարտ քաղաքացիների համար, դա
այս պահին արձիական չի այլևս, որտեղ նույնականացման քարտով Վրաստան գնաց, այնուհետև ուրիշ տեղ չի կարող գնալ։ Նույն զինապարտ քաղաքացին կամ հետախուզում ունեցավ չի կարող երկրից փախնի, այսպես ասած։ Հետևաբար ճշտեք օրենսդրական փոփոխությունները նոր գնացեք, եթե ձեր ազնագիրը, քանի որ այսը հունիսից սկսած Վրաստան գնացող հանգստացողները շատ են լինելու, անպայման կամ վավեր ազնագիր տարեք ձեր հետ, եթե նույնականացման քարտ եք տալիս, ազնագիրը լինի ժամկետի մեջ վավեր։ Շատ լավ։ Մենք այս թեման այնպեսի թեմա է, որ կարծում եմ մենք եւս մեկ անգամ ձեզ կհյուրընկալենք մեր տաղավար, որովհետեւ կապված օրենքի հետ, օրենսդրության հետ ու հատկապես քաղաքացիության ֆակտորի ինֆորմացիա հետ շատ կարեւոր է եւ շատ արդիական եւ անընդհատ թարմացում։ Այնպես որ շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը, մենք անպայման նորից ձեզ կհյուրընկալենք եւ ուզում ենք ձեզ նվիրել Արև Բացիկ, որը նախատեսված է սիրելի մարդկանց անձնագրի փոխարեն նվիրել բացիկներ եւ էմոցիաներ։ Սա իհարկե Դուրյանի խոսքերով են, դու ծաղիկ ես բույրով ես հարուստ, դու արև ես լույսով ես հարուստ, իմ սրտի մեջ ուրն է առաջին սիրո, իմ երազը երազանքը քո։ Սա պահեք եւ նվիրեք ձեզ համար շատ կարեւոր մարդկանց եւ շնորհակալություն, որ այս առավոտ կիսվեցիք այս կարեւոր ինֆորմացիայով մեզ հետ։ Շնորհակալություն։ Հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։